Բարև ձեզ սիրելի պատվիրակներ, Լոռու եւ Տավուշի մարզի սիրելի ընկերներ։ Ես ուղղակի ուզում եմ բոլորիս ուշադրությունը մի պահ հրավիրել, թե ինչով ենք մենք հիմա զբաղված։ Ըստ էության մենք հիմա Հայաստանի քաղաքական պատմության համար աննախադեպ բան ենք անում եւ դուք հնարավորություն ունեք ինքներդ կազմելու այն ցուցակը, որը խաղաղության օրակարգն է տանելու առաջ, իրական Հայաստանի օրակարգն է տանելու առաջ, արդեն հաջողված օրակարգ եւ սա չափազանց ուրեմն մեծ պատիվ է բոլորիս համար եւ իր բնույթով աննախադեպ է եւ վերջին իրադարձություններն առհասարակ աննախադեպ են հարգելի գործընկերներ եւ ես հպարտ եմ որ հիմա կանգնած եմ նաեւ այստեղ իմ մեջքի հետևում գրվում է խաղաղություն, որը ամիսներ առաջ մեզ համար անհնարին էր թվում, բայց հիմա արդեն այն իրականություն է եւ առաջիկա ընտրություններին արդյունքներով մենք պետքա ուրեմն պահենք եւ ամրացնենք մեր խաղաղությունը։ Սիրելի ընկերներ, ինձ ճանաչում եք, ես Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարն եմ 2021 թվականի նոյեմբերից եւ իմ հիմնական առաքելությունն եմ համարել խմբակցության աշխատանքների պատշաճ կազմակերպումը, մեր որոշումների կատարումը եւ ամրությունը մեր քաղաքական թիմի եւ ես վստահ կարող եմ ասել, որ խմբակցության ղեկավարի հետ համատեղ ուժերով մեզ հաջողվել է դա անել եւ մենք չենք ունեցել գեթ մեկ շեղում մեր որոշումներից ամենաբարդ իրավիճակներում անգամ քաղաքական, ինչի համար ես շատ հպարտ եմ եւ նաեւ շնորհակալություն եմ հայտնում մեր խմբակցության յուրաքանչյուր падգամավորին, ով այս 5 տարիների ընթացքում ամուր կանգնած է եղել իր տեղում եւ ձեզ էլ խնդրում եմ հենց այդ տրամաբանությամբ կատարել ձեր քվեարկությունը, ընտրել падգամավորների ընտրել ձեր լավագույն 30-յակում այն падգամավորներ իհարկե արդեն 50-յակում բոլորը այն մարդիկ են, որոնք ամուր կանգնած են իրենց տեղում եւ ես հպարտ կլինեմ, որ լինեմ ձեր 30-յակում որպես падգամավոր, ում աշխատանքը դուք գնահատում եք, ում համարում եք ձեր վստահելի գործընկերը, շնորհակալ եմ։ Բարի լույս բոլորին, երևույթի մասին եմ ուզում խոսել, որ ինձ ապշեցնում է։ Ուրեմն մեր տարբեր ուղղություններով մարզիկներ միշտ գերազանց արդյունքներ են ցույց տալիս, դառնում են աշխարհի չեմպիոններ, Եվրոպայի չեմպիոններ, տարբեր մրցաշարերի։ Հայաստանում անցկացվում են մեծ մրցաշարեր, որոնց կազմակերպումով զարմանում են մեր միջազգային գործընկերներ լավ առումով։ Եվ միշտ հետևում եմ այս մեր ընդդիմությունը ու մեր ընդդիմախոսները որևէ կերպ խրախուսում են, ուրախանում են այս հաջողություններով, թե չէ։ Եվ ըստ էության հանդիպում ենք զրոյին մոտ արձագանք։ Նրանք ոչ մի բան չեն գրում, ոչ մի հայտարարություն չեն անում, ոչ մի բան չեն ասում։ Ես հիշում եմ, որ երբ ես ընդդիմություն էի, հակառակ լրիվ գործողություններ էի անում, որովհետև մարզիկները մերն են, բարձրանում է Հայաստանի դրոշը եւ հնչում է Հայաստանի հիմնը, բայց ու կարող եմ տասնյակներով ուրեմն ստատուսների սկրիններ ձեզ ուղարկել, որ ընդդիմադիր եղած ժամանակ թե ես ոնց էի հրճվում, ուրախանում այդ ամենով, ասենք օրինակ շախմատի մեր հավաքականի հաջողություններով, երբ օրինակ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն էր։ Այս ամեն ինչի մասին է խոսում, որ մեր ընդդիմադիրները որևէ կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ, որևէ կապ։ Նրանք առաջնորդվում են բացառապես իրենց շահով։ Նրանք նույնիսկ տխրում են, երբ որ մեր մարզիկները հաղթում են եւ բարձրանում է Հայաստանի Հանրապետության դրոշը եւ հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Սա աբսուրդ է, բայց սա մեր ընդդիմության օրինաչափությունն է։ Նրանք առաջնորդվում են բացառապես իրենց շահերով, Հայաստանի Հանրապետության, որևէ հաջողություն, որևէ, նույնիսկ մարզիկների եւ սպորտի նրանց համար օտար է։ Այսքան։